Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը, միասին ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Ծիծեռնակաբերդից շահիդների ծառուղի Ջեյմս Դեյվիդ Վենսը կնոջ հետ Բաքվում ծաղկեպսակ է դրել հավերժական կրակ կոչվող հուշարձանին։ Իսկ Բաքվի օդանավակայանում արված այս լուսանկարը հայտնվել է միջազգային մամուլի առաջին էջերում։ Այն դարձել է Reuters-ի օրվա լուսանկարը։ Վենսի այցը չպետք է ոչ թերագնահատել, ոչ էլ գերագնահատել, սոցցանցում գրել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։ Նրա խոսքով Թրամփի երկրորդ վարչակազմի օրոք ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ է Հարավային Կովկասում հասնելու նրան, ինչին բոլոր վարչակազմերը ձգտել են շուրջ 30 տարի։ Ազդեցություն հաստատել տարածաշրջանում։ Սարգսյանի խոսքով Միացյալ Նահանգները Հայաստանում ներդրումներ չի անելու, այլ թույլ է տալու ամերիկյան ընկերություններին Հայաստանին վաճառել մի քանի միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան տեխնոլոգիաներ եւ ապրանքներ։ Իրականում այժմ հենց Թրամփի վարչակազմն է, որ աշխարհից ներդրումներ է բերում ԱՄՆ տարբեր պետություններին վաճառելով ամերիկյան ապրանքներ, զենքեր եւ տեխնոլոգիաներ։ Վենսը չի աջակցում Հայաստանին կամ Ադրբեջանին, նա առաջ է մղում իր պետության աշխարհաքաղաքական շահերը Կենտրոնական Ասիայից մինչև Եվրոպա, որոնց մի մասը անցնում է թրիփով։ Սա նորմալ երևույթ է։ CNN-ը անդրադարձել է սոցիալական ցանցում Ջեյդի Վենսի պաշտոնական էջից Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելու վերաբերյալ հրապարակման հեռացմանը։ Այս աղմկահարույց դեպքի առթիվ CNN-ը մեջբերել է ԱՄՆ հայ դատի գրասենյակի գնահատականը, որը հրապարակումը հեռացնելը մեկնաբանել է որպես ժխտողականություն։ ԱՄՆ-ի փոխնախագահի գրասենյակը հայտնել է, որ հայոց ցեղասպանության մասին ջնջված գրառումը սխալմամբ ուղարկել է աշխատակազմի անդամներից մեկը, որը նույնիսկ ԱՄՆ պատվիրակության կազմից չէր, գրում է ամերիկյան Bloomberg պարբերականը։ Սկանդալը մեկնաբանել է նաև Սպիտակ տունը։ Անդրադառնալով Վենսի գրառմանն ու այնուհետև դրա անհետացմանը, Սպիտան տակ խոսնակ Քերոլան Լևիթն ասել է, այս պահին ամերիկյան քաղաքականությունում որևէ փոփոխություն չկա։ Օրվա կեսին Նիկոլ Փաշինյանը գնացել է ազգային ժողով պատասխանել պատգամավորների հարցերին։ Տրիպի մասով հետևյալ ժամանակացույցով ենք առաջնորդվելու։ Առաջիկա օրերին մենք Միացյալ Նահանգների գործընկերներին կփոխանցենք տրիպի հետ կապված համաձայնագրի նախագծի հետ կապված մեր դիտարկումները, ընդ որում համաձայնագրի նախագիծը հիմնված է լինելու երկու երկրների կառավարությունների հաստատած իրագործման շրջանակի վրա, որն իր հերթին հիմնված է օգոստոսի 8-ի հռչակագրի վրա։ Հաջորդիվ արդեն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ասաց, որ ընթանում է ամբողջ ծավալով Firebird ընկերության նախագիծը Հրազդանում արհեստական բանականության կենտրոնի ստեղծումը եւ տեղյակ եք, որ Միացյալ Նահանգների փոխնախագահներ հայտարարեց եւ նաեւ ընկերության ներկայացուցիչները երբ այցի շրջանակներում մեզ ներկայացնում էին, այդտեղ պոտենցիալ են տեսնում, որ ներդրումների ծավալը կարող է հասնել մինչեւ 4 միլիարդ դոլար։ Սուրեն Պապիկյանն այցելել է զինված ուժերի պաշտպանական կառույցների ամրացված շրջաններ ու առաջին անգամ ներկայացրել կատարված աշխատանքը։ Հիմա գտնվում ենք այդպիսի ամրացված շրջաններից մեկում, բարձրադիր լեռնային հատվածներից մեկում Հայաստանի Հանրապետության եւ գտնվում ենք հիմա ստորգետնյա հատվածում այդ բարձր լեռնադիր շրջանի, որտեղ ամրացված շրջանը իրենից ներկայացնում է փակ համակարգ, երկաթբետոնյա համակարգ, ծածկված նաեւ հողային շերտով եւ ըստ էության մենք գտնվում ենք հիմա գետնի տակ։ Անզեն աչքով, այսպես ասած, հնարավոր չէ դիտարկել նրան։ Իհարկե կան որոշակի բաներ, որ կհուշեն ամրացված շրջանի գոյության մասին, բայց նրա ընդհանուր ներքին ցանցը բնականաբար տեսանելի չէ որևէ մեկի համար։ Ամրացված շրջանում զինվորների համար նախատեսված ննջասենյակում այստեղ էական փոփոխություններ են կատարել եւ մահճակալների նորամուծությամբ եւ նաեւ փոփոխության են ենթարկել օրինակ բոլոր այս պարագաները։ Ննջասենյակը նախատեսված է եւ հանգստի
եւ իհարկե զինվորներն ունեն իրենց համար պահարաններ, իրենց հիգիենայի պարագաները եւ այլ անձնական իրերը պահելու համար։ Սամվել Կարապետյանն ընտրվել է Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ, այսօր տեղի ունեցած հիմնադիր համագումարն ընտրել է նաև կուսակցության խորհուրդը։ Կուսակցության վարչապետի թեկնածուի անունը կհայտարարվի վաղը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սրտնեղել է իրեն հաճախ են թիրախավորում։ Այս անգամ էլ մամուլն անդրադարձել էր նրա անցած կրթական ճանապարհին։ Կասկածելի եք համարել, որ ես միաժամանակ սովորել եմ եւ ավարտել եմ թե պետական համալսարանը, թե ամերիկյան համալսարանը, այո, երկու համալսարաններում միաժամանակ մագիստրատուրան սովորել եմ, այդ ընթացքում էլ երեխա եմ ունեցել, հավելյալ, էլ ասեմ, որ դա էլ հասցրել եմ անել, Երևանի պետական համալսարանի բակալավրը ավարտել եմ գերազանցության դիպլոմով եւ չի կարող մագիստրատուրա սովորել, եթե բակալավրի դիպլոմ չունենայի, դա էլ չեմ հասկանում, թե ինչն է ձեզ համար մութ։ Մագիստրատուրան կարմիր դիպլոմ չի լինում, կարծեմ այդպես չեմ հիշում, բայց էլի գերազանցությամբ եմ ավարտել, ամերիկյան համալսարանի LLM ծրագիրն եմ ավարտել, եւս շատ բարձր GPA-ով, այնպես որ հաջորդ իվեր բոլոր կրթական հնարավորությունները օգտագործել եմ իմ իրավաբանական այն ժամանակ, թե առաջնորդական եւ նաեւ այլ հմտությունները զարգացնելու եւ մշտապես մի քանի ծրագրերում ընդգրկված եմ եղել, աշխատել, սովորել, երեխա ունենալ, դաստիարակել, երևի թե անհավատալի է, բայց այդպես է։ Արտառոց դեպք Լոռիում դպրոցներից մեկում դաժանաբար 13 տարեկան երեխայի են ծեծել։ Նա ծայրահեղ ծանր վիճակում է, չի կարողացել բացատրություն տալ։ Նրան ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը, հայտնում է Շամշյանը։ Ոստիկանության Սպիտակի բաժնում փաստաթղթեր են կազմվում։ Քարաթափում Միասնիկյան պողոտայում խոշոր ժայռաբեկորները պոկվել ու ընկել են հենց փողոցի վրա։ Հենց նոր տեղի ունեցավ այս փլուզումը, սա Միասնիկյան պողոտան է, ես հենց անցնում էի շատ մոտիկից, ամենամոտ երկու մեքենաներն էին, մեկը այս էլեկտրոմոբիլն էր, մյուսը իմ առաջ կանգնած էլեկտրոմոբիլն էր, ու իմ մեքենային բան չի եղել, քարերը չեն խփել, բայց սա շատ վտանգավոր է։ Խարբերդում բախվել են Մերսեդեսն ու Ֆորդ Ֆոկուսը, կադրերը հրապարակել է Շամշյանը։ Միասին թերթենք մամուլի էջերը։ Նույն աղբյուրը գրում է փետրվարի 9-ին Երևանի առաջին ատյանի դատարանը քննության է առել Սամվել Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը իրենց պաշտպանյալի մոտ վարսահարդարի այցելություն թույլատրելու վերաբերյալ։ Նախաքննական մարմինը տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի վարսավիրին թույլ չի տվել, որ այցելի նրանց տուն եւ Կարապետյանի մազերը կտրի, եւ փաստաբանները ստիպված են եղել այս հույժ կարևոր հարցի լուծման համար հասնել դատարան։ Կարապետյանի պաշտպաններից մեկը Արշակ Վարդանյանը հաստատեց մեր տեղեկությունը, նշելով, որ դատարանը բավարարել է իրենց միջնորդությունը, թույլ տալով, որ վարսավիրն ամսական 2 անգամ Կարապետյանին ծառայություն մատուցի։ Հրապարակը գրում է, ԿՊ-ն ամբողջությամբ մխրճվել է նախընտրական օրակարգի մեջ, մինչ ներկուսակցական ընտրություններ կլինեն եւ հայտնի կդառնա թե ովքեր ցուցակի, որ հորիզոնականում են տեղավորվելու, ԿՊԱ-ականներն ակտիվ ներգրաված են տարածքային կառույցների, ինչպես նաեւ ընտրական հանձնաժողովներում ներկայացուցիչներ ընտրելու գործերին։ Բոլոր մարզերի բոլոր համայնքներում ԿՊ-ն ԸՀ հանձնաժողովների ձիգ թեկնածուների է ներկայացնում կուսակցության աշխատակազմին, որը կկայացնի վերջնական որոշում եւ թեկնածուների անունները կներկայացվեն կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Եվ չնայած ԿՊԱ-ականների շարքերում դեռ իրենց ճակատագրի հարցով խոր անորոշություն է եւ հայտնի չէ ով կլինի ցուցակի անցողիկ տեղում, ով ոչ, սակայն մեր աղբյուրի վստահեցման բոլորն անխտիր եւ անմնացորդ ներգրաված են նախընտրական պրոցեսներում, քանի որ հասկանում են, որ դրանից է կախված թե ընտրություններից հետո, եթե ԿՊ-ն իշխանություն վերցնի, իրենց կյանքն ինչ ընթացքով կշարունակվի։ Հրապարակը գրում է, իշխող խմբակցությունը նախօրեին քննարկել է ազգային ժողովի առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը, ապա քվեարկել թեկնածուներին, սակայն քվեարկությունը տապալվել է։ Հիշեցնենք, որ Ռիփսիմե Հունանյանին պարտադրված հրաժարականից հետո այդ տեղի համար առաջադրվել էր 2 թեկնածու՝ պետաիրավականի անդամ Տրդադ Սարգսյանը եւ առողջապահության հանձնաժողովի անդամ Վանիկ Օհանյանը։ Թեպետ քվեարկության արդյունքում Վանաձորցի Օհանյանը Տրդադ Սարգսյանից շատ ձայն է հավաքել, սակայն կուսակցության կանոնադրության համաձայն չի ստացել քվեարկողների մեծամասնության քվեն։ Այսինքն շատերը չեն
մասնակցել քվեարկությանը։ Իսկ քիչ թվով падգամավորներ են մասնակցել, քանի որ մեծ մասն արդեն ճամպրուկային տրամադրությունների մեջ է։ Ըստ ամենայնի կհայտարարվեն հանձնաժողովի նախագահի նոր ընտրություններ եւ նոր թեկնածուներ կառաջադրվեն կամ կինքնառաջադրվեն։ Հրապարակը գրում է. Հայաստանում քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ Հայաստան խմբակցության նախաձեռնած հայտարարության նախագիծը 3 մերժվեց իշխող մեծամասնության կողմից։ Այն 52 դեմ 21 կողմձայն ստացավ։ Ուշագրավ է, սակայն որ ԿՊԱ-կան падգամավոր Հայկ Սարգսյանը շիշ բռնողը սկզբում ձեռնպահ քվեարկեց, ապա քարտուղարությանը հայտնեց, որ դեմ է եղել։ ԿՊ-ում Սարգսյանի քվեարկությունը 3 բուրըն քննարկումների առիթ է դարձել։ Շատերի կարծիքով Սարգսյանը ԿՊ-ին փորձում է շանտաժ անել, թե կդառնա ընդդիմադիր, կանցնի ընդդիմադիր որևէ ճամբար ու ընտրությունների ժամանակ իր կապերը կօգտագործի իշխանության դեմ։ Հետևեք անցուդարձին ամեն երեկո կհանդիպենք վաղը նույն ժամին։